Մանուկյան, նախ ինչ դիրքորոշում ունի Հայաստան խմբակցությունը իմպիչմենտի վերաբերյալ, բայց Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ներկայացուցիչ։ Դերեք մանրամասն դրա մասին խոսել ենք։ 8 ստորագրությունով կգան, դրանից հետո կխոսենք։ Հիմա շատ ավելի կարևոր հարցեր քննարկում։ Ինչ 8 ստորագրություն։ Իմպիչմենտի այդ նախաձեռնության տակ հիմա շատ ավելի կարևոր հարց պետք է քննարկվեր Պաշտպանության հանձնաժողովում, խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երկու դասակարգի բաժանելու՝ փողատերերի, ոչ փողատերերի, փաստորեն Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կառավարության որոշմամբ են ուզում բերել եւ սրա դեմ ամեն ինչ պետք է անենք, որովհետեւ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը բոլոր քաղաքացիներին հավասար է համարում հայրենիքի առաջ իրենց պարտականությունները կատարելու։ Հիմա այս նախագծով պարզվում է, որ 20 միլիոն դրամ ունեցողը մեկ ամսով է կարողանում պարտականությունը կատարել, մյուս քաղաքացիները 24 ամիս պետք է ծառայությունը իրականացնեն։ Սա ինչ անդրադարձ կունենա բանակը բանվորակրուացիական բան է։ Նայեք, իրականում խիստ անարդարությունը, որ հաստատվելու է։ Իրականում սահմանադրությունն է, որ սահմանադրության հստակ կետերն են ոտնահարվելու։ Եվ այս առումով այն բոլոր հիմնավորումները, որ կան, որևէ արդարացում չկա։ Հիմնավորում թե բա մեկ այլ հարուստների երեխաները չեն ծառայում, ընդունում են, որ փողով բանակից ազատում են, բայց 7 տարի ինչ էին անում։ Սա ուղղակի խայտարակություն է։ Դարձնում են աղքատների զինված ուժեր։ Նպատակը ո՞րն է, պարոն Մանուկյան, այսպիսով փոփոխությունների գնալ այս ճանապարհով։ Մեկ բյուջե լցնելը, բայց մի քիչ կասկածում եմ, որ այդքան մարդ կհամաձայնվի այդ գումարները վճարելու եւ շատ-շատերին ուղղակի ահռելի բեռերի վարկերի տակ դնել, տներ գրավադնել, որ կարողանան գտնել է 15 միլիոն դրամը, 20 միլիոն դրամը, սա ուղղակի խարխլում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման անկյունակարային են բոլոր նորմերը, որը մինչև հիմա կա։ Այսինքն սա նաև Ադրբեջան, կներես Ադրբեջանի պահանջներից մեկը չի, որ Հայաստանը չպետք է ունենա բանակ։ Նաև այս կետը չեն։ Նայեք, իրականում այս իշխանությունների այդ խոսափողական վախվորած քաղաքականությունը ամեն ինչը դրա մասին է խոսում։ Նույն մայիսի 9-ի Կարմիր հրապարակի շքերթին հայկական զինված ուժերի ստորաբաժանման չմասնակցությունը այդ վիզը ծռացի հոգեբանությունն է, որ արտահայտում է։ Սա ուղղակի անթույլատրելի նախագիծ է, անթույլատրելի նախագիծ է։ Իդեպ հիշեցնեմ, որ 19 թվականին նորից այս նախաձեռնությունը կար եւ այն ժամանակ Պաշտպանության նախարարությունը դեմ եղավ այս նախաձեռնությանը եւ այդ ժամանակ սառեցվեց։ Պարոն Մանուկյան, ճիշտ հասկացա, որ դուք ասացիք, եթե 8 ստորագրություն լինի, Էդմոն Մանուկյանի հնարավոր վարչապետի։ Ինձ հիմա ավելի շատ անհանգստացնում է այս հարցը, սա անկյունակարային հարց է, որը վերաբերում է մեր բոլոր հայրենակիցներին։ Շնորհակալ եմ, լավ լինեք։